Ասիկ։ Հարևցեզ հայոց ցեղասպանության 111-րդ դարելիցի արիտով ուզեցինք անպայման Հայաստանի Ձիձեռնագապերտի հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի պատասխանատուներուն հետ այս հարցազրույցը վարել եւ ներկայացնել ցեղասպանության գիտաշխատողներու աշխատանքի ձիրը, աշխատանքի ոլորտը եւ մասնավորապես խոսիլ այս օրերուն գազմագերբված ցուցադրություններու մասին։ Այդ արիտով ուրեմն մենք հրավիրած ենք դաղավար Դիգին Սետա Բարսամյան, որ հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտաշխատող է եւ նաեւ ցուցադրություններու գազմագերբման պատասխանատու է եւ բարոն Հարություն Մարության, որ նաեւ նախկին տնօրենն է եւ այսօր գիտաշխատող է հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի։ Ուրեմն քիչ վերջ պիտի խոսենք բարոն Մարությանի հետ։ Առայժմ Դիգին Սետա Բարսամյան, բարևձեզ։ Բարևձեզ, բարի երեկո։ Շնորհակալություն այս հրավերը ընդունելու համար։ Այս հարցազրույցը մենք կուզենք սփռել ապրիլ 24-ի օրվա ընթացքին, որովհետև հատուկ հաղորդումներ ունենք, հատուկ հայտակիրներ ունենք այդ առիթով, եւ շատ կարեւոր է գտնել այսօր թե Հայաստանի մեջ առնվազն Հայաստան գտնվող հայերու եւ ոչ հայերու համար թանգարան ինստիտուտը ինչ կներկայացնե, գուզեի երկու խոսքով ներկայացնեք ձեր գործունեության այսօրվա այսպես համայնապատկերը։ Շատ լավ, ես նույնպես շնորհակալ եմ այս հնարավորության համար եւ ողջունում եմ Լիոնի հայ համայնքին։ Ուրեմն նախ մի փոքր այսպես ակնարկ անեմ, հա, ցուցադրությունները ինչպես են կազմակերպվում եւ ուրեմն ինչ բնույթ ունեն։ Ուրեմն մշտական ցուցադրությունից բացի հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը տարեկան կազմակերպում է 2 կամ 3 ժամանակավոր եւ շրջիկ ցուցադրություններ, բացի հիմնական մշտական ցուցադրությունից, որոնք որպես կանոն նվիրված են լինում հայոց ցեղասպանության տարբեր դրվագներին, նախացեղասպանական շրջանի ուրեմն հայերի Օսմանյան կայսրության հայերի կյանքին եւ այլն, ինչպես նաեւ բուն ցեղասպանության ընթացքին տեղահանության կոտորածների այս կամ այն դրվագի հետ կապված։ Եվ ավանդույթի համաձայն տարվա գլխավոր ցուցադրությունը որպես կանոն բացվում է ապրիլի 24-ի նախընթաց օրերին։ Եվ դերևս անցած տարի 2025 թվականի ապրիլի 23-ին հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին թանգարանում բացվեց մի շատ կարևոր ցուցադրություն, որը կրում է փաստագրելով հանցագործությունը, հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները խորագիրը եւ որի նպատակն էր ներկայացնել աշխարհի արձագանքը ինչպես պետությունների կառավարությունների, այնպես էլ անհատների, ուրեմն անհատ վավերագրողների մակարդակով եւ վավերագրողների աշխարհագրությունը բավականին լայն էր, այսինքն նյութը բավականին ծավալուն ստացվեց, շուրջ 30 պետություններից 7 տասնյակից ավելի վավերագրողներ ուրեմն ներգրավվեցին ցուցադրության մեջ իրենց օրագրություններով, հուշագրություններով, զեկուցագրերով, տեղեկագրերով, ֆոտոդոկումենտալ նյութերով, ֆիլմերով եւ այլն, եւ այնպես ստացվեց, որ այդ ցուցադրությունից դուրս մնացին հայ վավերագրողները եւ առայժմ գար մինչեւ այսօր գար այդ ցուցադրությունը գվերապիրել օդար վավերագրողներու։ Այո, օդար վավերագրողների։ Ինչ է թիվը այդ վավերագրողներու։ Աշխարհի շուրջ 30 երկրներից 7 տասնյակից ավելի վավերագրողներ էին, որոնք դիվանագետներ էին, միսիոներներ, ռազմագերիներ, ճանապարհորդներ, բժիշկներ եւ այլն, որոնք տարբեր հանգամանքների բերումով ուրեմն հայտնվել էին Օսմանյան կայսրությունում ցեղասպանության նախօրեին եւ ակամայից ականատես դարձան այդ հրեշավոր հանցագործությունը եւ յուրաքանչյուրը ականատեսներ էին ընդհանրապես։ Այո, օտարերկրյա ականատեսներ էին աշխարհի 30 պետություններից, 70 վավերագրողներ այսօր ներգրաված են եւ հենց այսօր էլ այդ ցուցադրությունը դերևս շարունակում է եւ անցյալ տարի դերևս որոշում կայացվեց, քանի որ ինքը բավականին մեծ արձագանք ունեցավ եւ մեծ հետաքրքրություն առաջ բերեց օտարերկրացիների շրջանում
յուրաքանչյուր պատվիրակություն գալիս էր ուզում էր գտնել ցուցադրության մեջ իր երկրի ներկայացուցչին եւ մեծ հպարտություն ապրելով, այսպես ասած, ուրեմն վահանակների կողքից դժվարությամբ էին հեռանում, լուսանկարվում էին եւ այլն, որտեվ իրենք էլ մեծ հպարտություն էին կարծես զգում եւ որոշում կայացրեցինք եւս 1 տարի առայժմ եւս 1 տարի հետաձգել այդ ցուցադրությունը, որտեղ մենք էլ ինքներս էլ հասկանում ենք, թե ինչ կարևորություն ունեցող երկարացնել, այո, 1 տարով, այո։ Եվ փաստորեն այս տարվա ցուցադրությունը, այս տարվա մեր գլխավոր ցուցադրությունը, որը բացվելու է ապրիլի 23-ին, սա տրամաբանական շարունակությունն է նախորդ տարվա ցուցադրության։ Պարզապես այստեղ արդեն ներկայացված են հանրությանը ավելի քիչ հայտնի հայ վավերագրողները, ինչպես անհատ, այնպես էլ հայկական կազմակերպությունների, հասարակական, քաղաքական, հոգևոր կառույցների կողմից իրականացրած վավերագրումները հենց հայոց ցեղասպանության տարիներին։ Այսինքն այս տարվա ցուցադրությունը 2026 թվականի ցուցադրությունը նվիրված է ուրեմն հայոց ցեղասպանության վաղ վավերագրումներին, որոնք իրականացվել են դերևս ուրեմն ցեղասպանության տարիներին եւ ժամանակագրությունն էլ ընդգրկում է 1915-ից 1923 թվականները։ Ուրեմն վավերագրողների մեծ մասը հայ վավերագրողների մասին է խոսքը, ինչպես արդեն նշեցի, եւ անհատ եւ կառույցներ, ուրեմն հայոց ցեղասպանությունը վերապրողներ էին, որոնք իրենք ուրեմն հրաշքով փրկվելով կոտորածներից կարողացան ուրեմն հաղթահարել իրենց մեջ այդ զոհի, այսպես ասած, բարդույթը եւ այլն, եւ շատ քաջ գիտակցելով գործի կարեւորությունը, հենց այդ տարիներին լծվեցին փաստահավաք գործի ուրեմն իրականացմանը։ Գնանք մի քանի օրինակներով մեզ մշականել այս մասին։ Այո։ Նախ սկսենք օդար վավերագրողներեն, շատ հատկանշական դերևս մի քանի անձնավոր բարականեր գնանք նշել մեզի։ Անշուշտ, ուրեմն Միացյալ Նահանգներից, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, սա իհարկե անցած տարվա ցուցադրության մասին եմ հիմա խոսում։ Որ դակավին արգա է, չէ՞։ Որ դակավին արգա է եւ դեռ մի տարի էլ կգործի։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից շուրջ 12 վավերագրող ունենք, որոնց մեջ եւ դիվանագետներ կան, հանձինս Հենրի Մորգենթաուի ավելի հայտնի եւ ոչ այնքան հայտնի, եւ միսիոներներ կան, եւ ուրեմն ճանապարհորդներ կան, Ավստրալիայից ունենք վավերագրողներ, որոնց մոտավորապես 5 վավերագրող, որոնք ռազմագերիներ էին եւ առաջին աշխարհամարտի տարիներին գերության մեջ էին հայտնվել Օսմանյան բանակում եւ ականատես լինելով հայերի կոտորածներին եւ նաեւ տեղահանության որոշ դրվագներին իրենց հուշագրություններում ուրեմն արդեն գերությունից ազատվելուց հետո կարողացան ուրեմն վկայություններ թողնել։ Ունենք եվրոպական երկրներից, սկանդինավյան երկրներից վերապրողներ, ականատես վավերագրողներ, ներողություն, ինչպես օրինակ Շվեդիայից, Դանիայից, Նորվեգիայից, սկանդինավյան երկրներից, իսկ ուրեմն եվրոպական երկրներից Մեծ Բրիտանիա, Ֆրանսիայից, ուրեմն որտեղ ունենք նաև ուրեմն Ֆրանսիայից օրինակ Լուի Դարտիժ դե Ֆուրնեի օրինակը կարող եմ բերել, որի գերեզմանից բերված հողը անգամ այս տարի ներողություն նախորդ տարվա մեջ, ճիշտ է, ամփոփեցինք ուրեմն հուշապատում եւ բավականին կարեւոր այսպես միջոցառում դարձավ եւ ֆրանսիահայերի կողմից եւ ֆրանսիացիների կողմից բավականին արժևորվեց, իրենց կողմից էլ ներկա էին այսպես ռազմական կցորդը, այո, Ֆրանսիայի ռազմական կցորդը եւ դեսպանը եւ նաեւ արտգործնախարարի, Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի ներկայությամբ այդ արարողությունը ուրեմն արեցինք անցած տարի եւ իհարկե նաեւ այցելեցին թանգարան եւ ուրեմն Լուի Դարտիժ դե Ֆուրնեի ցուցապատի մոտ ուրեմն այսպես այո իսկ ցուցահանդեսի առարգաները ինչ են, իրենց հուշերն են,
որոնք ցուցադրված են իրենց լուսանկարները, ինչ առարգաներ գոյություն ունին արդյոք։ Անշուշտ, ուրեմն վավերագրողների հուշագրություններ են, օրագրություններ, զեկուցագրեր, տեղեկագրեր, եթե դիվանագետներ են, ֆոտո դոկումենտալ նյութեր, օրինակ Արմին Վեգների ուրեմն ամբողջ հավաքածուն գրեթե այն ինչ պահպանվել է, փորձել ենք ներկայացնել եւ էկրանավորում, 2 ֆիլմ է ներկայացվում Մերձավոր Արևելքում, ուրեմն ամերիկյան որբանոցների հետ կապված, ժամանակի, այսպես ասած, արձանագրման մեթոդներն ենք փորձել վերարտադրել գրամեքենայի տեսքով, այդ ժամանակի մամուլի արձագանքի միջոցով փորձել ենք վերարտադրել ուրեմն արձագանքը, ֆոտոխցիկների միջոցով, էլի ժամանակի ֆոտոխցիկների միջոցով, անշուշտ միսիոներների, օրինակ Բոդիլ Բյորնի բժշկական գործի անձնական իրեր ենք ցուցադրում, Բոդիլ Բյորնը գիտենք, որ ինքը բժշկուհի էր աշխատում Մուշում եւ իր անձնական օգտագործման բժշկական գործիքներն ենք ցուցադրում, Մարիա Յակոբսենի ակնոցն ենք ցուցադրում, հետաքրքիր նմուշներ, անձնական նաեւ իրեր եւ բնականաբար բուն վավերագրերը իրենց վկայությունները։ Այո, իսկ գալով հայ հուշակիրներու ցուցադրության ովքեր են ընդհանրապես վերաբրողները, որ երկիներեն են եւ ինչի մասին խոսին, իրենց իսկական, այսինքն ցեղասպանական արարքներու մասին խոսին, թե իրենց լսած բաներու մասին խոսին։ Ուրեմն ինչպես արդեն նշեցի, այս տարվա ցուցադրության հայ վերապրող վավերագրողների մեծ մասը հայոց ցեղասպանությունը վերապրողներ են եւ նրանց մի մասն էլ Պոլսի հայ մտավորականության ներկայացուցիչներ են, գրողներ, խմբագիրներ, հա, ցուցադրության մեջ կենտրոնական տեղ ենք հատկացրել բոլորից թերևս հայտնի Արամ Անտոնյանին, բայց քիչ հայտնի նրա ինքը որպես գրող, խմբագիր, ուրեմն երգիծանկարիչ եւ նաեւ պատմաբան հայտնի, բայց որպես վավերագրող եւ ինչքան կարեւոր դերակատարություն ունեցավ հայոց ցեղասպանության փաստագրման գործում, թերևս քիչ հայտնի է եւ այդ պատճառով շատ կենտրոնական տեղ է գրավում ցուցադրության մեջ Արամ Անտոնյանը, ինքը ուրեմն ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ձերբակալված հայ մտավորականների ցանկում էր եւ հրաշքով փրկվելով կարողանում է ուրեմն իրականացնել շուրջ 5 տարի, իր կյանքի 5 տարիները նվիրում է փաստահավաք գործունեությանը եւ ուսում է վավերագրել Արամ Անտոնյանն էր, որ հենց ծեվացուցած էր ինքը եւ անաբադի մեջ կշրջեր եւ դերեկություններ կհավաքեր դարակներու մասին։ Թերևս այո, նույն ինքն է, եղել է, հայտնվում է Մեսքենեի աքսորավայրում եւ հենց դերևս այդ 1915 թվականին ուրեմն սկսում է իր վավերագրման գործունեությունը եւ հետո փախչում է Մեսքենեից, հրաշքով փրկվում է, հայտնվում է Հալեպում եւ այստեղ ապաստան է գտնում Օնիկ եւ Արմենակ Մազլումյանների ուրեմն Օթել Պարոն հայտնի ուրեմն այդ հյուրատանը հյուրանոցում եւ հենց այս հյուրանոցի թիվ 5 սենյակում է, որ շուրջ 1 տարի իրականացնում է փաստահավաք աշխատանքները։ Իհարկե սկզբնական շրջանում խիստ գաղտնի, իսկ արդեն զինադադարից հետո 1919 թվականին ավելի ազատ եւ ցուցադրում ենք այստեղ նաեւ հայ ձայնի 1918 թվականի դեկտեմբերի համարում հրատարակված նրա կոչը ուղղված Հալեբ գտնվող հայ գաղթականներուն, որտեղ կոչ է անում գալ եւ իրենց վկայությունները, իրենց պատմություններով կիսվել իր հետ եւ անգամ ընդգծում է, որ բոլոր նրանք, ովքեր չեն կարող ուրեմն գրավոր փոխանցել վկայությունները, ինքը պատրաստ է անձամբ ուրեմն ընդունելու Հոթել Բարոնի թիվ 5 սենյակում եւ գրի առնելու։ Այս հարցում Անտոնյանին օգնում էր Սեբաստացի վերապրող ուրեմն Կարապետ Գաբիկյանը,
որը Անտոնյանին օգնում էր մասնավորապես ուրեմն վկայությունները գրի առնելու եւ ընդօրինակելու գործում։ Եվ հետագայում արդեն ինչպես արդեն ասացի 5 տարի շուրջ ուրեմն փաստահավաք աշխատանքներ իրականացնելով 19 թվականի սկզբին տեղափոխվում է Փարիզ եւ ուրեմն իր հետ տանելով շուրջ մեծ հսկայական ժառանգություն վավերագրման հայոց ցեղասպանության, որոնք 28 թվականից մինչև օրս 80 թղթապանակների մեջ ամփոփված պահվում են ուրեմն Փարիզի Նուբարյան գրադարանում, որի առաջին տնօրենը եղավ հենց ինքը Արամ Անտոնյանը։ Այո։ Առանց ծրագրերով ներկայացրել ենք նաև վշտապատում ուրեմն ծրագրի շրջանակներում ուրեմն հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Բաքվի կոմիտեի իրականացրած փաստահավաք աշխատանքները, որը էլի բավականին ծավալուն ուրեմն գործ էր եւ գլխավորվում էր Ռոստոմի Ստեփան Զորյանի կողմից։ Ծրագրի կազմ կոմիտեի անդամներն էին Զորավար Անդրանիկը, Սեբաստացի Մուրադը, ուրեմն Վահան Թոթովենցը, գրող, ուրեմն քահանա Տեր Խաչվանքյանը եւ ուրեմն Զաբել Եսայանը, Հովանես Եսայանը, այո, եւ այս կոմիտեն, որը հիմնականում ղեկավարվում էր Բաքվից, Բաքվի հայ հեղափոխական դաշնակցության կոմիտեի իրականացրած նախաձեռնություններ 16-17 թվականներին ուրեմն իրականացրեց հիմնական փաստահավաք աշխատանքները եւ նախապես կազմված հարցարանների միջոցով Անդրկովկասի տարբեր ուրեմն բնակավայրեր գործուղվեցին քննիչ ուրեմն արձանագրողներ, որոնք բավականին լայնածավալ աշխատանք իրականացրեցին։ Իհարկե հիմնական վավերագրումները վերաբերվում են 1916-17 թվականներին, բայց ավելի ուշ շրջանի վավերագրեր էլ կան, օրինակ 19 թվականին արված վավերագրեր։ Եվ ցուցադրության մեջ ներկայացվում են այդ վավերագրերից մի քանի նմուշ, նաև հարցարանի նպատակը, ուրեմն ծրագրի նպատակը, հարցարանը եւ նաև մի քանի նմուշ, որոնք արձանագրված են հենց իրենց վերապրողների կողմից։ Իսկ հարցում Դիգին Բարսամյան, այս վավերագրությունները միայն գվերապերին 1915-18 թվականին, թե ատկե ետք կեմալական դարիներուն վրա գնդլայնին, այսինքն գերգարին այս վկայությունները։ Անշուշտ վկայությունները հետագա տարիներին նույնպես, այսինքն 20-ականների, այսինքն 20-ական, 30-ական, 40-ական թվականներին շարունակվում են, բայց մեր խնդիրը, քանի որ ցուցադրական տարածքը այնքան էլ մեծ չէր, որպեսզի կարողանայինք այդ լայնածավալ ուրեմն նյութը կարողանայինք ներկայացնել, մենք սահմանափակվեցինք հենց վաղ վավերագրումներով, այսինքն հենց ցեղասպանության տարիներին 15-ից 23 թվականներին իրականացրած այդ, բայց անշուշտ քեմալական ուրեմն այդ շրջանին վերաբերող նյութեր էլ շատ կան եւ պետք է ասել, որ մասնավորապես տեղեկատու դիվանի գործունեությանն ենք նաև անդրադարձել առանձին խորագրով, որի հիմնական գործունեությունը իրականացվեց 19-ից 20 թվականներին, տեղեկատու դիվանը Պոլսո պատրիարք Զավեն Տեր-Եղյանի բարձր հովանու ներքո ստեղծված կառույց էր, որը գործում էր հենց պատրիարքարանին կից, նրա գործուն անդամներն էին երիտասարդ ուրեմն մտավորականներ Աշակ Ալպոյատյանը, Կարապետ Նուրյանը, բժիշկ Գրիգոր Դավիդյանը եւ էլի ուրիշներ, եւ ահա այս ուրեմն կառույցի ուրեմն ծրագրի շրջանակներում նույնպես 19-20 թվականներին իրականացվեցին բավականին լայնածավալ աշխատանքներ, հիմնականում նախապես մշակված հարցարանի եւ վիճակացույցի շնորհիվ վիճակացույցը ուղարկվում էր ուրեմն թեմեր Օսմանյան կայսրության ազգային եկեղեցական ուրեմն հաստատություններին եւ ըստ այդ ուրեմն վիճակացույցի եւ հարցարանի պատասխան էին ստանում եւ այս նյութերը արդեն քեմալական շարժման ծավալման հետ միաժամանակ Զավեն պատրիարքը ուրեմն
փորձում է փրկել հավաքված նյութերը եւ Գրիգորիս Ծայրագուն Պալաքյանի հետ ուղարկում է ուրեմն Մարսել, իսկ հետագայում 1938 թվականից մինչև օրս այդ հսկայածավալ հավաքածուն տեղեկատու դիվանի մինչ օրս պահվում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի արխիվում, էլի 11 թղթապանակների մեջ ամփոփված, որի մեծ մասը թվայնացված է այսօր։ Վշտապատումի նյութերն էլ Հայաստանի ազգային արխիվում են պահվում։ Եթե ամբողջ նյութը։ Իսկ ծեր նշած երկրորդ հավաքածոն, որ գազմված էր հայ հեղափոխական դաշնակցության կողմից, ուր կբահվին հիմա։ Հայ վշտապատումի նյութերը։ Չէ, Թիֆլիսի մեջ կատարված այդ աշխատանքը, Բաքվի եւ Թիֆլիսի։ Այո, Հայաստանի ազգային արխիվի ուրեմն Հայաստանի ազգային արխիվում են, այո, մեծամասնությունը պահվում։ Նպատակն է նաև ներկայացնել այն հիմնական արխիվային կենտրոնները, որոնք ուրեմն հայոց ցեղասպանության արխիվային ժառանգությունն են փաստորեն պահում։ Եվ ցուցադրության մեջ 20-ից ավելի կենտրոններ են առանձնացրել, որոնք առ այսօր որպես արխիվային կենտրոններ եւ նաեւ որպես գիտահետազոտական կենտրոններ շարունակում են իրենց գործունեությունը հայոց ցեղասպանության ուսումնասիրման առումով։ Իսկ ցուցադրության առարկաները, ուրեմն քիչ առաջ նշեցիք առարկաներ եւ փաստաթուղթեր, ցուցադրված իրեր եւ այլն, արդյոք նաեւ արտիական բաներով, միջոցներով դուք նաև հատվածներ կներկայացնեք այս ցուցադրության։ Օրինակ լիսադեսողական բաներով, սարքերով եւ այլն։ Կոնկրետ այս ցուցադրությունը ոչ, բայց հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում կիրառվում է, այո, ժամանակակից տեխնոլոգիաները կիրառում են թանգարանային ցուցադրության մեջ, եթե համարենք ողջ ցուցադրության մասին է խոսքը գնում, ապա ուրեմն ինչպես էկրանավորման միջոցով, ուրեմն touch screen-ների միջոցով, հա, հպվող էկրանների միջոցով, ուրեմն լուսարձակների միջոցով, ինչպես են պարոնացան, աուդիոգիդերի, ռադիոգիդերի միջոցով ենք ներկայացնում հնգալեզու արդեն եւ ուրեմն նախատեսում ենք նաեւ հետագայում լեզուները ավելացնելու, այո։ Առայժմ քանի լեզու կա։ Մշտական ցուցադրության տեքստերը հնգալեզու են եւ նաեւ հայերեն, ռուսերեն, անգլերեն, այո, ուրեմն ինչպես գերմաներեն, շատ լավ։ Այո, եւ չինարեն նաեւ։ Ուրեմն հնգալեզու չէ, ավելի է։ Ավելի է, այո, աշխատում ենք, որ ավելի ավելացնենք։ Եվ անցած տարի հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը հրատարակության պատրաստեց հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի մշտական ցուցադրության կատալոգը, պատկերագիրքը, որը դարձյալ բազմալեզու է, անգամ չինարեն տպվեց։ Չինացի այցելուներ ունիք ուրեմն։ Անշուշտ, խմբերով, մեծականակ խմբերով։ Իսկապես։ Այո։ Հետաքրքրական է։ Դիգին Բաքսամյան, ուրեմն այսօր այս երկու ցուցադրությունները կան, միադեղ գոյություն ունին, ուրիշ փոքր ցուցադրություններ ժամանակավոր այս օրերուն դերի կունենան։ Ուրեմն ապրիլի 18-ին հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում բացվեց ինքնություն, հիշողություն եւ վերապրում հայ երեխաները ցեղասպանության տարիներին խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը կազմակերպվեց հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի կրթական ծրագրերի շրջանակներում, որի նպատակը հիմնականում դպրոցահասակ երեխաների եւ ուսուցիչների հետ համագործակցելն է։ Կոնկրետ այս ցուցադրության նպատակը այն էր, որ երեխաներին անձամբ ներգրավել ցուցադրության կազմակերպման գործում, իհարկե ուրեմն բաժնի աշխատակիցների, թանգարանի աշխատակիցների մենթորությամբ եւ ուրեմն մինչև ցուցադրության բացումը երեխաները անմիջական մասնակցություն ունեցան կազմակերպման գործում, եղավ առանձին ուրեմն գործնական պարապմունք, որի ընթացքում երեխաները ուրեմն սա իհարկե քորեմ հավաքական հիշողություն երիտասարդների ներգրավումը համակարգողական
ուրեմն գործունեության մեջ ծրագրի շրջանակում երեխաները պատրաստեցին տիկնիկներ, ուրեմն ծաղկաթերթիկներից ապրիլի 24-ի այդ օրերին ծաղիկները, որ դրվում են հուշահամալիրի շուրջ, այդ ուրեմն ծաղկաթերթիկները հետագայում հավաքվում են եւ թղթեր են ստեղծվում։ Երեխաները իրենք անձամբ պատրաստեցին այդպիսի իրեր, իհարկե եւ նաեւ գոտիներ հայկական զարդանախշերով եւ այլ իրեր, որոնք հայ որբերի խաղալիքների նման օրինակներն էին եւ նաեւ ուրեմն հագուստի առանձին դետալներ էին, որոնք ուրեմն ունեինք մեր ցուցանմուշներում եւ իրենք փորձում էին կրկնօրինակել եւ հետագայում այս իրերը դրվեցին ուրեմն վաճառքի, այսինքն բացման օրը, արդեն երբ որ ապրիլի 18-ին բացվեց ցուցադրությունը եւ երեխաները իրենք էին ներկայացնում ցուցանմուշները եւ նաեւ վաճառքի հանվեցին իրենց իսկ պատրաստած այդ ցուցանմուշները։ Առհասարակ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի կարևոր գործառույթներից է կրթական ծրագրերը, քիչ ավելի ուշ պարոն Մարությանը դրա մասին ավելի մանրամասն այդ հարցումը գուղեմ պարոն Մարությանի, որովհետեւ հետաքրքիր է գիտնալ, թե հետաքրքրական է գիտնալ, թե ինչ համագործակցություն գոյություն ունի գրթական համագարքի եւ Հայոց ցեղասպանության թանգարանի միջև։ Շատ շնորհակալություն Դիգին Պարսամյան այս տեղեկության համար, որոնց այսօր եթե մեր ունգընտիրներեն անհատներ Երևան պիտի գտնվին, անպայման պետք է ներկա գտնվին այդ ցուցանտեսներուն եւ դեսնեն ցեղասպանության թանգարանի եւ ինստիտուտի դարած աշխատանքը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հաջողություն։ Գարշ Թաթարմը եւ Բարոն Մարության, բարև ձեզ, եթե կարելի է գետրոնը նստեցեք, որպեսզի ձեզ լավ տեսնենք։ Բարոն Մարության, դուք Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին նախկին տնօրեն եք, նախավերջին տնօրենն էիք։ Այո, 2018-ի հոկտեմբերից մինչև 23 թվականի հոկտեմբերը։ Այո։ Եվ մենք ուրեմն պիտի խոսենք ընդհանրապես Հայոց ցեղասպանության թանգարանի գործունեության մասին եւ ցեզ մեկ խնդրեմ, որ ընդհանուր բանը քիդերու մեջ ներկայացնեք ցեղասպանության թանգարանի ընդհանուր գործունեությունը, գիտաշխատողներու, այսինքն գիտահետազոտական, այսպես ցուցադրական, գրթական, մշակութային գործունեության մասին։ Կատարավ։ Ես ուզում եմ առաջին հերթին շեշտել մի բան, որ Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտը գիտական, կրթական, մշակութային հաստատություն է։ Այն բնավ քաղաքական հաստատություն չէ, ինչպես երբեմն որոշ դեպքերում այդպիսի պատկերացումներ են ստեղծվում ակամայից, ուրեմն գիտական հաստատություն է, հետազոտական հաստատություն է առաջին հերթին։ Եւ ցանկացած հետազոտական հաստատություն դրա համար կոչվում է իմիջիայոց թանգարան ինստիտուտ։ Եվ ինչպես ցանկացած գիտահետազոտական հաստատություն ունի իր մեջ գիտական բաժիններ։ Դրանք մի քանիսն են։ Ուրեմն Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժին, Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման եւ ուսումնասիրության բաժին, Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժին, Արցախի, Նախիջևանի եւ Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժին, դրա բաժնի վարիչը ես եմ, Հայոց ցեղասպանության իրավական ուսումնասիրությունների բաժին, ինչպես նաեւ սրանք գիտահետազոտական բաժիններն էին, ինչպես նաեւ ինչպես Տիկին Պարսամյանը քիչ առաջ ներկայացրեց, թանգարանային ցուցադրությունների սպասարկման պատասխանատու, թանգարանային ֆոնդերի բաժին, գիտական գրադարան, գիտահրատարակչական, խմբագրական եւ թվայնացման, արտաքին կապերի եւ լրատվության, նաեւ կրթական գործունեություն իրականացնելու հետ կապված ունենք առանձին պատասխանատու։ Ինչպես տեսնում եք, բազմակողմանի գործունեություն է իրականացում Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում։ Առ այս պահը, եթե չեմ սխալվում, մոտ 80 աշխատակիցներ են, որոնցից գիտաշխատողները
տարբեր դրույքներով մինչև 30 հոգի է։ Ու ինչպես ցանկացած նման հաստատություն մենք ամեն տարվա վերջին կազմում ենք հաշվետվություններ եւ այդ հաշվետվությունները բաց դրվում են մեր կայքում։ Եթե հետաքրքրվողները այցելեն Թանգարան ինստիտուտի կայքը, ապա կտեսնեն, որ ամեն տարվա վերջին կա հաշվետվությունը։ Բարոն Մարության, դուք կխոսեիք ուրեմն այս զանազան ոլորտներու եւ զանազան բնույթներու մասին Հայոց ցեղասպանության թանգարանին, անշուշտ քաղաքականը դուք գանչադեք այս բոլորեն, թեև մենք Եվրոպայի մեջ միշտ կսենք, որ ամեն բան քաղաքական է, մշակույթն ալ քաղաքական է, հիշողությունն ալ քաղաքական է եւ համենայն դեպս քաղաքականի իմաստները կան, մի քանի իմաստներ կան։ Այդ նյութը մեկ դիտողենք, բայց գուզեի գիտնալ թե հայության կյանքի մեջ Հայաստան եւ Սփյուռք այս թանգարանի դերը, այսինքն բան դերը, ասեմ թանգարանի գրաված այս ոլորտը ինչ է հայության համար ըստ ձեզի, հայությունը ինչպես կտեսնի այս թանգարանը, որպես գիտա հետազոտական կենտրոն կտեսնի, թե որպես իր հիշողության վայրը կտեսնի։ Հիմա պատասխանեմ ձեր հարցին։ Ուրեմն, երբ որ ասում եմ գիտական հաստատություն է, նկատի ունեմ ակադեմիական հաստատություն է, որովհետև քանի որ լրատվամիջոցներով որպես կանոն թանգարանին հուշահամալիրին անդրադառնում են, երբ որ հյուրեր են գալիս, պաշտոնական պատվիրակություններ, եւ թանգարանի տնօրենը կամ փոխտնօրենը ուղեկցում է այդ պատվիրակություններին, մարդկանց մեջ պատկերացումը ավելի շատ այլ նրա մասին է, որ այդ թանգարան ինստիտուտում զբաղվում են նրանով, որ ուղեկցում են պատվիրակություններին։ Ոչ, դա մեր երկրորդական, երրորդական գործառույթներից է։ Այդ դրա համար եմ շեշտում, որ մենք ակադեմիական հաստատություն ենք, գիտահետազոտական հաստատություն ենք։ Քաղաքական բաղադրիչ ամենտեղ կա, իհարկե դուք ճիշտ եք ասում, մանավանդ մեր օրյա իրականության մեջ, բայց դա թողնենք մի կողմ։ Ձեր երկրորդ հարցը, տեսեք, աշխարհում կա մեկ լիարժեք թանգարան հայոց ցեղասպանությանը նվիրված։ Դա հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտն է, որը գտնվում է Երևանում։ Դրանով արդեն ինձ թվում է շատ բան ասված է, որովհետև իմ խորին համոզմամբ շատ ճիշտ կլիներ, եթե նման թանգարաններ լինեին եւ Ֆրանսիայում, եւ Միացյալ Նահանգներում, եւ Հարավային Ամերիկայի երկրներում, եւ Մոսկվայում եւ այլուր։ Սակայն այսօր ընդամենը մեկ թանգարան կա եւ ճիշտ ասած դրա մասին ունեմ մի քանի գրություններ եւ դա ես դիտում եմ որպես հայկական սփյուռքի թուլություններից մեկը։ Մերոնք սիրում են հուշարձաններ դնել, հուշարձաններ կառուցել, որոնք հիմնականում խաչքարային բնույթ ունեն եւ այդ խաչքարերի մոտ մարդիկ հավաքվում են որպես կանոն տարին մեկ անգամ, շատ երկու անգամ հավաքվում է գաղութը, համայնքը, ասում են, խոսում են, հրավիրում են պատվավոր հյուրեր, նրանք են արտահայտվում ու հետո ցրվում են։ Այդ գործողություններով հայոց ցեղասպանության հիշողությունը չի դառնում տվյալ երկրի բնակչության հիշողության մաս։ Այդ դրա գիտակցումը պետք է որ շատ հստակ լինի եւ իմ խորին համոզմամբ թանգարանների կամ ցուցասրահների ստեղծումը հնարավորություն է տալիս նաեւ գաղութներին դառնալ համայնք։ Հիմա վաղուց մենք մեր գրավոր բանավոր խոսքում օգտագործում ենք համայնք եզրույթը, սակայն համայնքը իմ խորին համոզմամբ նաեւ այն է, որ էական դեր է խաղում ոչ միայն քաղաքական կյանքում, այլ նաեւ մշակութային կյանքում, ինչը որ մենք չենք տեսնում, մանավանդ որ հայոց ցեղասպանությունը դա մեր սփյուռքահայերի բանն է, պատմության սկիզբը խորհրդանշող իրադարձություն է եւ այդ պատմության սկզբի մասին պետք է լինեն իմ խորին համոզմամբ մշակութային շատ ավելի շատ ձեռնարկներ, քան թե հիմա են արվում եւ դրանք լինեն կլոր տարին բոլոր։ Եվ դրա լավագույն հնարավորությունը տալիս են թանգարանները, որոնք աշխատում են 300 օր։ 300 օր
թե ուրեմն այդ երկրի քաղաքացիներին, թե հյուրերին հնարավորություն է տրվում ծանոթանալ հայոց ցեղասպանությանը։ Մի բան, որ ցավոք սրտի Սփյուռքում այդպես չի արվում։ Այո, ուրեմն գիտենք Սփյուռքի պայմանները թե մշակութային ինքնության ուծացումը եւ այլն այդ բոլոր երևույթները գիտենք, դուք կգարձեք, որ Հայաստանի մեջ, եթե pedagogan նախաձեռնություն գոյություն չունենար, Հայաստանի ժողովուրդը ինք կգնար այսպես ինստիտուտ ստեղծել։ Նույն խնդիրը գա Սփյուռքի մեջ անշուշտ։ Սփյուռքի մեջ փորձեր կան այդ բաները ստեղծելու, պատմաբաններ գոյություն ունեն, որոնք առանց Թանգարան ինստիտուտի այդ աշխատանքը կդանին, բայց ճիշտ է ցեր ասածը, որ Սփյուռքի մեջ պետք է փոխանցություն ստեղծել ցեղասպանության, եւ ոչ միայն խոսք, եւ ոչ միայն փողոցի ցույցեր եւ այլն, որոնք բանի մեջ իրենց շրջապատի գիտակցության մեջ բարձրացուցին հայկական խնդիրը, հայոց խնդիրը եւ այլն։ Սա շատ ճիշտ է ցեր նկատառումը, նաեւ պետք է նայել թե ինչ պայմաններում մեջ կապրի Սփյուռքը, մշակութային ինչ պայմաններ գոյություն ունեն Սփյուռքի համար, մասնավորապես Արևմտյան Սփյուռքի համար, ու այսպես շրջապատի ճնշումը շատ ավելի մեծ է, քան Միջին Արևելքի շրջապատի Սփյուռքը շրջապատող քաղաքական եւ ընկերային միջավայրին։ Ասկյանցին անցնենք եթե գուզեք։ Տիկին Քյուրեն, եթե մի թույլ տաք, քանի որ մենք զրուցում ենք, կարևոր հարց է, մի փոքր անհամաձայնություն։ Մենք ունենք հրեից օրինակը։ Հրեի պարագայում աշխարհում կան 65-ից 70 թանգարաններ եւ ցուցասրահներ։ Դա հսկայական թիվ է։ Ընդ որում կան նաև այնպիսի երկրներ, որտեղ հրեական համայնք չկա, հրեական կապիտալ չկա եւ այլն եւ այլն։ Նրանք կարողացել են հոլոկոստի գործոնը այնպես ներկայացնել այդ տվյալ երկրի իշխանություններին, որ այդ իշխանությունները շատ հաճախ ֆինանսավորում են ծախսերի առնվազն կեսը, եթե ոչ ավելի։ Մենք ունենք նման օրինակ։ Դա ճիշտ է, ես իսկապես պիտի չփախտադեի հայերու օրինակը, հրեաներու օրինակին հետ, պայմանները բոլորովին տարբեր են եւ երկիրը տարբեր է, այսինքն Հրեաստանը իր բնույթով շատ կդարբերի Հայաստանի pedagogan բանի ինքնության բնույթեն, մեկ եւ երկրորդ հրեական Սփյուռքները եւ ներկա մեր շրջապատի մեջ գտնվող հրեական Սփյուռքները մեծ գումարներ ստացան այդպիսի բաներ կազմակերպելու համար, անշուշտ նաեւ գիտակցություն գոյություն ունի եւ մտավորական մագարտակ գոյություն ունի հրեական համայնքի մեջ, որ նույն ցևով նույն մագարտակի չի գտնվի հայկական Սփյուռքի շրջապատներում։ Համինայնպես հարցերը շատ են, պատասխաններն են տարբեր, չխորանանք երևի թե։ Այո, ես ուրեմն այս վերացական հարցում են ես քիչ ավելի կոնկրետ եւ հորի վրա գուզեի մի քանի հարցումներ ուղղել ցեզի։ Դուք ուրեմն շատ կարևոր աշխատանք մգտանի գրթական միջավայրի հետ։ Այսինքն բոլոր դպրոցները Հայաստանի ուրեմն մանկաբար նախագրթարանեն եւ երկրորդականեն մինչեւ երկրորդականը արդյոք մնայուն գերբով գաբի մեջ են ստիպողապար եւ գամավոր ցևով Թանգարանի հայոց ցեղասպանության Թանգարան ինստիտուտի հետ, այսինքն բոլոր դպրոցներու աշակերտները իրենց կյանքի մեջ առնվազն մեկ անգամ գտնված են հայոց ցեղասպանության Թանգարան եւ աշխատանքներ կդանին այդտեղ։ Պատասխանեմ, դուք շատ հետաքրքիր եզրույթներ օգտագործեցիք, կամավոր կամ ստիպողաբար, ես հենց այսօր խոսում էի կամավոր պարտադիր խորհրդային տարիներին ընդունված բանի մասին, մոտեցումների մասին, կամավոր պարտադիր, թվում է թե կամավոր, բայց պարտադիր։ Ճիշտ բառը չօգտագործեցի գներեք, պարտադիր պիտի չսեի, ստիպողական պիտի չսեի, պիտի սեի իրենց գրթական ծրագրի մաս կազմող մեկ բան։ Հիմա պատասխանեմ։ Տեսեք, ուրեմն 2019 թվականից մենք շատ պարզ լուծում առաջարկեցինք, ուրեմն մեր կայքեջում դրեցինք այն զեկուցումների, զրույցների
վերնագրերը, որոնք որ մեր գիտաշխատողները կարող են մատուցել թանգարան այցելող աշակերտներին եւ խնդրեցինք ուսուցիչներին, որպեսզի իրենք ընտրություն կատարեն, թե որ մի թեման է իրենց հետաքրքիր, պայմանավորվեն մեր պատասխանատուի հետ եւ որոշակի օրը, որոշակի ժամին գան, որպես կանոն գալիս է մեր գիտաժողովների դահլիճ, որտեղ 70-80 տեղանոց դահլիճ է, այնտեղ լսում են զեկուցումը, լինում է քննարկում, լինում են հարցեր, լավագույն դեպքում, իսկ այնուհետև կազմակերպվում է այցելություն թանգարան։ Հիմա դուք շատ կարևոր բան ասացիք, այդ ինչ որ մենք անում ենք, կախված է ուսուցիչների ակտիվությունից, դպրոցների ակտիվությունից։ Կան դպրոցներ, որոնց ուսուցիչները մենք արդեն նրանց անուն ազգանունով ենք ճանաչում, որովհետև նրանք պարբերաբար են բերում երեխաներին, այսինքն նվիրված են իրենց գործին եւ պարբերաբար ամեն տարի նոր դասարան է սկսում անցնել հայոց պատմության նաեւ այդ էջերը, այդ դասարաններին իրենք բերում են թանգարան։ Ամեն տարի մեր այդ զեկուցումների, զրույցների թեմատիկան փոխվում է, թարմանում է։ Եվ ամեն տարի մենք ընդգրկում ենք այդ զեկուցում առաջարկողների մեջ նոր մարդկանց, ոչ միայն նեղ մասնագետների, այլ նաև մեթոդիստների, որոնք նաև մի քիչ ավելի կենդանի են դարձնում զրույցը։ Օրինակ կարող եմ բերել, այդ 19 թվականից մինչ այսօր, փաստորեն 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 8 տարի շարունակ ամեն տարի լինում է 40-ից մինչև 60 զեկուցում զրույց աշակերտների հետ։ Մենք անում ենք մեզնից որքան որ հնարավոր է, իսկ այսինքն որքան որ մեզ դիմում են, որևէ դիմում մենք անպատասխան չենք թողնում։ Հաճախ գալիս են նաև մարզերից։ Ես հիմա այստեղ նայում եմ անցյալ տարվա ուրեմն հաշվետվությունը, անցյալ տարի եղել է 34 դասախոսություն, Երևանի 16 եւ մարզերի 11 կրթական հաստատությունների միջին եւ ավագ դասարանների 752 աշակերտների համար։ Լինում է այս տիպը, ինչպես ես ասացի, 40-ից 60 ավելի շատ, նայած տարի, տարեց տարի։ Եվ նաեւ ակտիվության մեկ այլ բաներ անցյալ տարի եղավ դպրոցականների կողմից էսսեների մրցույթ, Ուրուգվայից, ուրեմն Ուրուգվայում անց էր կացվել էսսեների մրցույթ, մի ուրուգվայցի աղջիկ հաղթել էր, եկել էր Հայաստան, այստեղ ինքը ելույթ ունեցավ, եւ մենք որոշեցինք նմանապես կազմակերպել նման մի մրցույթ, թեման հրապարակվեց, մարդիկ գրեցին տեքստեր եւ տեսանկարահանումներ արեցին եւ 2-3 շրջափուլով մրցույթը անցկացվեց, ի վերջո հաղթողը ընտրվեց, կրկին մենք հանձնաժողով էինք ստեղծել եւ այդ հաղթողը մեկնեց Միացյալ Նահանգներ իր մենթոր ուսուցչի հետ միասին։ Արոն Մարության, անգախ թանգարան ինստիտուտեն հայգան դպրոցներու մեջ գրթական ծրագրի մեջ ցեղասպանության մասին դասավանդություն գոյություն ունի, չէ՞։ Այո, հիմա պատասխանեմ այդ հարցին։ Տեսեք, անձամբ ինձ եւ շատերին չի բավարարում, որ որպես կանոն դա ներկայացված է առաջին համաշխարհային պատերազմին վերաբերող ժամանակահատվածում եւ ընդգրկում է երկու թեմա, երկու վերնագրով է ներկայացվում հայոց ցեղասպանությունը եւ 19 թվականից նպատակ դրվեց, որպեսզի կազմակերպվի միջազգային գիտաժողով եւ այդ գիտաժողովը կազմակերպվեց 2022 թվականին, երբ որ ուրեմն ցեղասպանության դասավանդման հիմնախնդիրները եւ 30 մասնակիցներով աշխարհի տարբեր երկրներից մասնակիցներ եկան, նաեւ հեռավար ձևով մասնակցում էին, ու շատ կարեւոր էր 3 օր էր տևում եւ դրա վերջում մենք ընդունեցինք հայտարարություն եւ դիմեցինք Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, որ խնդրում ենք հանձնաժողով կազմել, որովհետեւ մենք ուզում ենք մշակել curricula, դասընթացի ծրագիր։ Այդ հանձնաժողովը ստեղծվեց,
դասընթացի ծրագիրը կազմվեց, վերջում արդեն բեռը ընկավ հենց մեր ցեղասպանության թանգարանի ինստիտուտի աշխատակիցների վրա, ինչևէ կազմվեց այդ քյուրիկուլան եւ դրվեց կրթության այդ նախարարի հրամանով ուրեմն կայքում որպես որպես ոչ պարտադիր առարկաների ցանկ 63 բաներ դասաժամ էր ենթադրվում 11-րդ դասարանցիների համար մոտ 30 թեմա եւ անցյալ տարվա տվյալներով ընդամենը 2 ուսուցիչ է դա վերցվել ու տեսնելով այդ խնդրի դժվարությունը մենք անցյալ տարի որոշեցինք գիտամեթոդական ձեռնարկ պատրաստել հայոց ցեղասպանությանը նվիրված աշխատանքները սկսվեցին, բայց այս պահին դեռ դադար է, որովհետև մեզ մոտ եղավ տնօրինության փոփոխություն, հետո տեսնենք ինչպես կընթանա։ Ես ուզում եմ ասել, որ 19 թվականից սկսած նաև մենք անց ենք կացնում ամառային դպրոցներ ուսուցիչների համար։ Պատմության 2 օր, 3 օր է տևում եւ 1 կամ 2 անգամ մեզ պետական միջոցներով օժանդակություն եղավ, շատ համեստ, հիմա գումարները մենք ենք հայթայթում եւ այդտեղ մեզ օգնում է Միացյալ Նահանգներում գործող Genocide Education Project-ը։ Այս տարի նրանք ուրեմն 22 թվականից գալիս են Gened-ը Ռոքսանա Մաքաշյանի ղեկավարությամբ San Francisco-ին 23-24-25 այս տարի լինելու է 5-րդ նրանց այցելությունը եւ որպես հիմնական բազա ընտրված է հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը։ Գալիս են այստեղ դահլիճը տրամադրում ենք, այստեղ նրանք լսում են դասախոսություններ, նոր հետո գնում են, ասենք, նաեւ Հայաստան ամերիկյան համալսարան, այլ տեղեր եւ այլն, այսինքն բազան ցեղասպանության թանգարան ինստիտուտն է։ Եվ այդ համագործակցությունը արդեն շարունակվում է 5 տարի եւ նրանք էլ իրենց հերթին մեզ օգնում են այդ կազմակերպելու այդ ամառային դպրոցները։ Վերջացնելու համար այս հարցազրույցը բարոն Մարության գուզեի քիչ մտածել ցեզի հետ թե ինչ հերանեկարներ կան դու քիչ առաջ խոսեցաք Սփյուռքի մեջ թանգարան ինստիտուտներ ստեղծելու կարևորության մասին փորձեր եղան ես անձնապես փորձած եմ եւ չհաջողեցա որովհետեւ շրջաբադը բادرաշ չէ այս տեսակի նախաձեռնություններու համար բայց գուզեի ցեզի հարցնել այսօրվա դակնաբալի չխոսենք այդ մասին բայց այսօրվա դակնաբալի բաներեն յետք իրադարձություններեն յետք ինչ այսպես հերանեկար կարելի է երևակայել Հայաստանի ցեղասպանության եւ ինստիտուտ թանգարանի համար հաջորդ տարիներուն հարցը մի քիչ բարդ է ես ճիշտ ասած իմ բնույթով լավատես եմ անկախ նրանից թե իհարկե շատ կարևոր է թե ով է թանգարան ինստիտուտի տնօրենը իհարկե չափազանց կարևոր է որ նա լինի մասնագետ գործի մեջ իր մասնագիտության մեջ թրծված անձնավորություն դա չէ այսօր որը որ այսօր այդպես չէ ես այնուամենայնիվ ենթադրում եմ որ ինչ որ ժամանակ անց երբ որ կլինի մրցույթ կընտրվի հիմնականում սա ժամանակավոր պաշտոնակատար է ներկայիս տնօրենը երբ որ կընտրվի իրական տնօրեն այն ժամանակ արդեն գործերը մի քիչ ավելի կկարգավորվեն եւ այստեղ գիտեք ինչն է կարեւոր այստեղ կարեւոր է հետեւողականությունը նաեւ մեր գիտաշխատողների հետեւողականությունը մեր սփյուռքահայ գործընկերների անկախ նրանից թե ինչ է ասվում ինչ չի ասվում մենք մեր գործը պետք է շարունակենք ամենահեշտը դուրս գալն է, թողնել գնալն է, բայց ամենադժվարը մնալն է եւ քո գիծը անցկացնելն է։ Իսկ մեր գիծը ինչ որ նենց հատուկ գիծ չի։ Մեր գիծը վերաբերում է միայն եւ միայն մեկ բանի հայոց ցեղասպանության հարցերի հիմնախնդիրների ուսումնասիրություն եւ հանրահռչակում։ Դա է մեր հիմնական այս մեկ տողով ասած
գործառույթ է։ Իսկ ամբողջացնելու համար շարունակեմ, ներողություն Տիկին Հիլդա, շարունակեմ, ես ուզում եմ նաև շեշտել, որ վերջերս հրապարակվեց շատ ավելի կոնկրետ թիվ, պետությունը 2.5 միլիոն դոլար է հատկացրել հուշահամալիրի հիմնանորոգմանը։ Դա մեծ թիվ է, փոքր թիվ չի Հայաստանի նման պետության համար, եւ այդ գործերը արվում են, այդ գործերը քայլ առ քայլ արվում են։ Եվ դա նույնպես պետության ցեղասպանության թեմայի նկատմամբ ցուցիչների վերաբերմունքի ցուցիչներից մեկն է։ Մենք նաև փորձում ենք եւ մի քննարկում եղավ նաև այս 100 հեկտար տարածքի ոռոգման ցանցը կարգի բերելու խնդիրը, ինչպես նաև այդ տարածքը տարբեր նպատակներով կրկին նվիրված միայն եւ միայն ցեղասպանության հարցին օգտագործումը։ Դա մեծ ներդրումներ պահանջող գործ է եւ ժամանակատար եւ աշխատատար գործ է։ Վերջին հարցում ավելի փոխանցության վերաբերյալ Բարոյական հայոց ցեղասպանության Թանգարան ինստիտուտը գհամագործակցի դարբեր երկիրներու նմանօրինակ հաստատություններու հետ, օրինակ Գարձեն Փարիզի Institut de la Shoah-ի հետ Գարձեն Փամը ունեցակ համաձայնագիր կնքեցիք ժամանակ առաջ, գուզեի գիտնալ թե այդ համագործակցությունները ինչպես կընթանան եւ արդյոք ծեր այսպես հղացքը թե ինչպես կպատկերացնեք այսօր Դագավին Հայաստանի ցեղասպանության Թանգարան ինստիտուտի որակը, ցևը, ոճը եւ այլն, արդյոք կաստվի այս բոլորը ծեր համագործակցած այդ մյուս հաստատություններն։ Լավ հարց է, ես օրինակ վերեմ իմ անձնական օրինակը, ես ինքս եղել եմ հետազոտող US Holocaust Memorial Museum-ում 7 ամիս 2009 թվականի սեպտեմբերից մինչև 2010 թվականի ապրիլ ամիսը եւ առաջին հայ հետազոտողների ում իրենք տվեցին դրա շնորհ եւ թեման էլ շատ բան թեմա է Memory based on politics comparative study of Armenian and Jewish experience այդպիսի վերնագրով եւ ես ինքս շատ բան տեսա շատ բան սովորեցի մեր ամերիկյան գործընկերներից եւ իմ տնօրինության ժամանակ ես շատ բաներ օգտագործել եմ այն գիտելիքներից, որ ձեռք եմ բերել այդ շատ կարևոր հաստատությունում։ Ես մինչև հիմա շնորհակալ եմ այդ փորձառության համար։ Իհարկե, ցանկացած այցելություն, ցանկացած արտասահմանյան թանգարան ինչ որ մի բան տալիս է թե կազմակերպական առումներով, հարցադրումների առումներով, ցուցադրության խնդիրների լուծման տեսանկյունների առումներով եւ այլն եւ այլն։ Եվ այո, անցյալ տարի մանավանդ, երբ որ Տիկին Պարսամյանը խոսում էր պատկերագրքերի մասին, այդ համագործակցություն եղավ դեսպանատների հետ, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի դեսպանատների հետ, որոնք մեզ օժանդակեցին բավականին։ Ուրեմն անցյալ տարի քայլեր ձեռնարկվեցին եւ այս տարի պետք է դրանք իրենց դրսևորումները ունենային Վիեննայի հոլոկոստի ուսումնասիրությունների Վիզենտալ ինստիտուտի հետ համագործակցության հուշագիր կնքելու Camp de Milles հիմնադրամի հետ բանակցություններ ընթանում հուշագիր կնքելու 19 թվականին մեկ անգամ մենք հուշագիր կնքեցինք, սակայն ժամանակը անցավ եւ ուրեմն նոր բան է համագործակցության հուշագիր է կնքվել Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսության հետ վերածնունդ հիմնադրամի հետ մենք դեռևս 19 թվականին Լոս Անջելեսի Շոա հիմնադրամի հետ էինք համագործակցում եւ այդ համագործակցությունը շարունակվում է, որովհետեւ նրանք մեզ տրամադրեցին հնարավորություն օգտվելու, անվճար օգտվելու նրանց արխիվից եւ մենք այդ արխիվից այդ թվում նաեւ Ռիչարդ Հովանեսյանի
1000-ի չափ այդ տեսաձայնագրությունների արխիվը նաև մեզ է փոխանցվել մենք շարունակում ենք համագործակցել նաև առանձին ուրեմն հետազոտողների հետ անցյալ տարի 2025 թվականին ուրեմն Վահրամ Շեմմասյանը Կալիֆոռնիայի պետական համալսարանի իր անձնական արխիվից որոշ նյութեր է նվիրաբերել Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հայր Վահան Օհանյանը իր գործունեության ընթացքում հավաքած արխիվը 32000 միավոր նույնպես տվել է թանգարանին Save the Children Մեծ Բրիտանիայի ուրեմն այդ կազմակերպության արխիվներից 500 միավոր բան է բերվել, նյութեր է բերվել Սոֆիայի կենտրոնական արխիվից, կենտրոնական պետական արխիվից ձեռք են բերվել նյութեր Համիդյան կոտորածների եւ հայոց ցեղասպանության վերաբերյալ Նաև նյութեր է տրամադրել ուրեմն կոնգրեսի, ԱՄՆ կոնգրեսի գրադարանը, որտեղ գիտեք Խաչիկ Մուրադյանն է աշխատում, փորձում ենք հնարավորինս օգտագործել մեր կապերը։ Մեզ մոտ, երբ որ գալիս են պատվիրակություններ, երբ որ գալիս են անհատ մարդիկ կամ կազմակերպությունների ներկայացուցիչներ, մենք ինչ որ քաղաքավարական բանից հետո փորձում ենք խոսքը տանել գործնական ուղղություն, որոշ դեպքերում ստացվում է, որոշ դեպքերում խոստումներ են տրվում, միշտ այն ակնկալիքը կա, որ առանց համագործակցության գործը առաջ չի գնա։ Դա շատ կարևոր է։ Ձեզի շնորհակալություն կհայտնեմ եւ հաջողություն կմաղթեմ հաջորդ ամիսներուն եւ շաբաթներուն Ցեզի եւ Դիգին Սետա Բարսամյանին հաջորդ դարիներուն ավելի փառքաված եւ ավելի մեծ գործունեություն ծավալելու համար եւ շնորհակալություն ձեր աշխատանքի համար նաեւ որպես գիտաշխատող եւ կաչալերեմ մեր ունգընտիրները որոնք Հայաստան պիտի գտնվին հաջորդ ամիսներուն հաջորդ շաբաթներուն երթալու եւ տեսնելու ձեր այսօրվա ցուցադրությունները, որոնց մասին Դիգին Բարսամյան ազնվություն ունեցավ մեզի խոսելու համար։ Շնորհակալություն բարոն Մարության։ Ես եմ շնորհակալ Տիկին Չոբյան այս հնարավորության համար, որ ֆրանսահայ մեր բարեկամների հետ շփվելու այսպիսի առիթ ներկայացրեցի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ցտեսություն։